Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է փետրվարի 16-ից մինչև 22 անկած ժամանակահատվածի համար։ Այս շաբաթը բավականին շատ կարևոր է մեզ բոլորիս համար եւ խավարում ունենք եւ Նեպտունի եւ Սատուրնի միացումը իրար, այնպես որ շատ կարևոր շաբաթ է բոլորիս համար։ Նաեւ ուզում եմ նշել, որ որոշել եմ օրերը փոխել այս տեսանյութի։ Շաբաթական տեսանյութերը եւ այն ինչ որ վերաբերվում է օրինակ հաջորդ շաբաթվան, այնտեղ շաբաթվա ժամերն է եւ այլն, յուրաքանչյուր նման տեսանյութեր կլինեն շաբաթվա մեջ, ոչ թե շաբաթվա վերջ։ Շաբաթ կիրակի ընդհանրապես ուզում եմ հանգստանալ եւ չանել այս աշխատանքը։ Նոր գործեր, նոր պլանավորումներ կան, որոնք որ ինձ խանգարում են շաբաթվա 7 օրը ես զբաղված եմ լինում այս գործունեությամբ։ Դրա համար յուրաքանչյուր գործ, որը որ վերաբերվում է հաջորդ շաբաթվա համար, այդ ամենը կտեղափոխվի շաբաթվա մեջ։ Սպասեք, շաբաթվա մեջ, օրինակ հիմա կիրակի է սա լինում է, այսօր կտեղադրեմ, բայց արդեն հաջորդ շաբաթվան այնտեղ 23-ից սկսվածի համար պետք է սպասեք այս 16-ից 22-ի ընկած ժամանակահատվածում։ Կհստակեցնեմ որևիցե օր ինձ համար եւ հենց այդ օրը կտեղադրեմ այդ տեսանյութերը, բոլոր տեսանյութերը, որոնք վերաբերվում են հաջորդ շաբաթվան։ Գիտենք բոլորս էլ, որ լավ կլինի, որ ընդհանրապես մարդը կիրակի օրը չաշխատի, իսկ ես շաբաթ կիրակի չունեմ, ես շաբաթ կիրակի ավելի շատ եմ զբաղվում այս գործերով, որ ուզում եմ ավելի շատ անցկացնել թեկուզ հանգստության մեջ, թեկուզ նստեմ, թեկուզ ոչինչ չանեմ։ Դրա համար սպասեք այս տեսանյութերին արդեն շաբաթվա մեջ։ Այսքանը տեղեկության համար եւ կնայենք ինչպես որ կան, նաեւ արդեն շաբաթվա մեջ որ լինի, ոնց որ ես կիրակի օրերը ավելի շատ շտապում եմ, որ այս տեսանյութը ավելի շուտ անեմ, ավելի շուտ տեղադրեմ, դրա համար կփորձեմ հաջորդ շաբաթ անել տարոքարտերով։ Այնպես որ իրենք մի փոքր տարբերություններ լինեն նաեւ։ Դες այլ է տարոքարտեր համարվում, բայց մյուս տարոքարտերով կնայենք։ Որ մի փոքր նաեւ փոփոխություն լինի, որտեւ էլի եմ ասում, ես շտապում եմ, որ սա անեմ, որ այդ օրը տեղադրեմ, որովհետեւ կիրակի է զբաղվում ես տնով, ամեն ինչով եւ մեկ էլ հիշում, որ շաբաթվա դեռ չեմ արել, եւ պետք է անեմ, տեղադրեմ։ Դրա համար ոնց որ արագ ուզում եմ այս մյուս քարտերը ավելի արագ եմ պատասխանում յուրաքանչյուր հարցին, քան մյուսները։ Դրա համար ուզում արագ անեմ։ Այսքանը տեղեկատվության համար։ Եվ ընդհանրապես կփորձեմ երևի թե շաբաթվանները անել տարոքարտերով։ Կնայեմ, լավ, կնայեմ, թե ինչպես հարմար կլինի, որովհետև մարտ ամսվա կանխատեսումներն էլ եւս պետք է անեմ, էլի նույնիսկ կտեղադրեմ բոլոր կենթանակերպի նշանների համար, բայց ոչ այդքան ընդարձակ։ Էլի գնայեմ բոլոր ոլորտները, բայց մանրակրկիտ այդպես չեմ նայի, ավելի շատ կխոսեմ միայն ոնց որ այս քարտը դուրս եկավ, այս քարտի նշանակությունը։ Ավել ոչինչ չեմ խոսի այնտեղ։ Եթե վատ բան լինի, նոր կվերլուծենք այդ վատը ինչպես կանդրադառնա։ Եթե ոչ, ապա ուղղակի կխոսենք այդ տվյալ քարտի վերաբերյալ։ Այսքանը, սիրելիներս, որ լսեցիք, իհարկե այն մարդիկ, ովքեր լսեցին, ովքեր չլսեցին, կնստենք սպասենք կիրակի օրը, որ տեսանյութ լինի, բայց արդեն վաղուց տեսանյութը ալիքում կլինի։ Ինչպես որ շատերն են դիմում, վայ սրանը չեք արել, վայ նրանը չեք արել, չեն մտնում ալիք, բացարձակապես եւ տեղյակել չեն այդ ալիքում ինչ տեսանյութեր կան, սա չեք արել, նա չեք արել, բայց վաղուց արդեն այդ կենթանակերպի նշանը այնտեղ տեղադրված է, իրենք չեն տեսել։ Սովորաբար ամսվանները տեղադրվում են 6 տեսանյութով, 6 մեկ օրվա համար, 6-ը մյուս օրվա համար։ Իրար հետևից են ընկնելու տեսանյութերը։ Այսինքն իրենք ընդմիջում չեն ունենալու, որովհետև ես չեմ սիրում այդ տգեղ է լինում։ Ընդմիջում, այնտեղ ամենօրյա, հետո նորից ընդմիջում, նման բաներ ես այդքան չեմ սիրում։ Համար իրար հետևից կընկնեն, հետո նոր, Եթե տեսնում եք ընկել են, առաջին ընկածը, առաջին 6 ամս 6 նշաններն են, երկրորդ օրվանը արդեն մյուս 6 նշաններն են։ Դուք արդեն գիտեք ձեր նշանը որն է ընկնում, այնպես որ կարող եք այդպես հանգիստ նայել։
Այսքանը սիրելիներս, իսկ հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս եւ գնայինք խոյերին։ Ժամերը լինում են մեկնաբանության բաժնում, որքան էլ որ մեկնաբանությունները փակ են, միևնույն է ժամերը լինում են այնտեղ, կարող եք նայել։ Եվ գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 16-ից մինչև 22 անկած ժամանակահատվածում։ Ընդհանուր ֆոնը ոչ է տղամարդ է, ում հետ այս շաբաթ ավելի շատ գործեր կունենաք, կզբաղվեք, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե մենեջերն է, ընկերն է, եղբայրն է, հայրն է, աջակցությունը կունենաք, այդպես կամ իրենք ձեր աջակցության կարիքը կունենան եւ կօգնեք իրենց։ Սա նաև նոր երիտասարդ է, ինչ-որ մարդկանց համար, ովքեր որ միայնակ են։ Տեսնենք անձնական կյանքը, ճակատագրով կարող է գալ։ Երևում են, չեն երևում, մեկ րոպե։ Բարձրացնեմ մի փոքր այսպես վերև։ Հիմա արդեն ըշտը են։ Ահա, ուրեմն անձնական հարաբերությունները մեստեղ հնարավոր են փորձություններ ոմանց համար, հարաբերությունների ամրության հետ կապված, որ ստուգեն ամուր է արդյոք թե ոչ, կարողանում եք դիմակայել խնդիրներին թե ոչ։ Նա նաև այստեղ ճակատագրով ոչ է մեկը կարող է գալ ձեր կյանք, ինչ-որ մեկը, որ նոր է մտնելու ձեր կյանք։ Համ ամբողջ բեռը ընտանիքի, տան, հոգսերը ամբողջությամբ ձեր ուսերին են։ Թեկուզ են, որ դիմացինի հետ ծանոթանալը եւս էլի ձեր ուսերին է, ձեր վրա է մնացել։ Ընտանիքում դժվարություններ կան, որոնք որ պետք է հաղթահարեք։ Հիշեք, որ այս ընթացքում եղել է Սատուրնը, ուրիշ նշանում Խավարում եւ Սատուրն Նեպտուն միացում։ Դա կարող է քայքայել շատերի ընտանիքը, շատերին։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված ինչ-որ բանին լուրջ չեք վերաբերվում, այս շաբաթ ավելի թեթև կլինեք, չեք ցանկանա աշխատել, ուրիշ բաներով կցանկանաք զբաղվել, քան աշխատանքով։ Դա մար կարող է հարցեր առաջանան անընդհատ ձեր մենեջերի կամ ձեր տնօրենի հետ, հա, ոնց որ անընդհատ ձեզ բզբզան, գնա աշխատի, էլի նստեցիր, էլի էսպես, հա, դա կանրադառնա ձեր վարքի, ձեր հեղինակության վրա։ Դա նաև կարող է լինել ինչ-որ անսպասելի մի բան ձեր աշխատանքի վայրում, ձեր աշխատանքի հետ կապված, ձեր բիզնեսի հետ կապված, եթե ունեք։ Եվ գումարը կամ գումար կծախսեք հասարակական կյանքի վրա, հա, լավ այդպես այստեղ այնտեղ վայելելու վրա, հա, ռեստորան եւ այլն, կամ նաև դա առիթ է, որ առիթի վրա կարող եք գումարը ծախսել, նաև առիթից գումար ստանաք, գումար կա։ Կախված է թե դուք ինչ աշխատանքով եք զբաղվում, եթե առիթ եք այստեղ ձևավորում, հնարավոր է դրանից է գումարը գալիս։ Եթե ոչ, սա նաև կարող է տոմս եք գնում, որ գնաք որևիցե մի տեղ, որտեղ շատ մարդիկ կան, կամ իրոք հասարակական ձեր հաճույքների վրա, հա, այսպես։ Կամ ձեր տեսքի վրա, որ հասարակության մեջ ավելի լավ տեսք ունենաք։ Եվ այստեղ նաև առողջության վերաբերյալ, սա ասում են ժամանակն է, ժամանակ հատկացրեք ձեր առողջությանը, ժամանակն է անցնել առողջ ապրելակերպին, ժամանակ հատկացրեք մի խոսքով ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 16-ից մինչև 20-ը։ Աշխատանք է սա։ Ոմանց համար նոր աշխատանք է, որը կարող եք գտնել, ոմանց համար ավելի շատ աշխատանք է, պաշտոնի բարձրացում, առաջադրանքներ, որոնք եւս կբարձրացնեն ձեզ։ Նաև սա ռեստորան է, որ կարող եք այցելել այս շաբաթ ավելի շատ գնաք, հա, ինչ որ տարբեր տեղեր, միգուցե առիթներ են, հա, շաբաթվա ընթացքում ունեք 2 օր, թեկուզ, հա, կարող է ցույց տալ սա։ Նաև փակ տարածքներ են, դա կարող է լինել պետական հիմնարկություն, որը պետք է այցելեք, դա կարող է լինել
հիվանդանոց, ուսման կենտրոն, որտեղ որ կարող գնալ, ինչ որ հարցեր լուծել։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում խնդիրները անձնական կյանքում ունենք։ Անձնական կյանքը մի փոքր այստեղ կաղում է կամ լաբիրինթի մեջ եք ընկած, ինչ որ խնդիրներ են, որից որ չեք կարողանում դուրս գալ, դժվարություններ կան դուրս գալու համար։ Այս շրջանը այդպես է լինելու, հնարավոր է այս շաբաթ բոլորի մոտ այդպես լինի, այնպես որ մի անհանգստացեք, ուղղակի ձեր զույգին ավելի մոտ պահեք ձեզ։ Նաև դա խնդիրներ են, որ չեք կարողանում լուծել, միգուցե ձեր անձնականն է, միգուցե ընտանիքի հետ է կապված, ինչ որ խնդիրներ են, որոնք լուծում են պահանջում։ Կկարողանաք արդյոք լուծել, այո, կկարողանաք լուծել ձեր խնդիրները։ Հենց այստեղ աշխատանքի հետ կապված նայեք դրա համար էր ընկել, ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք աշխատանքը, հեղինակությունը նույնպես չկորցնեք, ձեր դիրքում եղեք, ձեր տեղում եղեք, յուրաքանչյուր պարագայում։ Նույնն էլ աշխատանքը պետք է սիրեք այն աշխատանքը, որը անում եք, գոնե այս ընթացքում ցույց տվեք Սատուրնին, որ դուք սիրում եք այն ինչով, որ դուք զբաղվում եք, որովհետև նա կարող է տանել ուղղակի ձեր աշխատանքը, քչացնել ձեր աշխատանքը։ Ամենայն դեպս այստեղ կորուստը կամ աշխատանքի, կամ բիզնեսի, կամ հեղինակության։ Միգուցե աշխատանքի վայրի հետ կապված ինչ-որ մի բան է։ Գումարի հետ կապված այստեղ չեք նեղվում, գումարը կա, ամեն ինչը նորմալ է, գումարից բացարձակ չեք նեղվում, դեռ անգամ կարող է գումար գալ պետական հիմնարկությունից, որը որ ձեզ կուրախացնի, նույնպես որ գումարային առումով այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Իսկ առողջության հետ կապված ինչ-որ մի ուղի եք ընտրել, այդ ուղին ձեզ համար ճիշտ է, կամ այս շաբաթ ինչ-որ ուղի կընտրեք, որով կցանկանաք զբաղվել, կամ ոնց որ գնում եմ քիթս օպերացիան եմ, գնում եմ ատամները սարքեմ իմ պարագայում, ես ասեմ չասեմ միևնույն է, իմ ատամնա բուժերը միայն պետք է լինեն հայ եւ Հայաստանից, ուրիշ ոչ մի տեղից, ես ոչ ոքին չեմ վստահում։ Հենց հիմա էլ ցավում է, բայց միևնույն է, ոչ ոքին չեմ վստահում։ Խնդիրներով եմ գիտեմ գալու Հայաստան, բայց ոչինչ։ Խնդիրները թող լուծեն։ Իսկ ավելի լավ կլուծեն, քան դրսում։ Այդ խնդրի վրա ավելի շատ են խնդիր ավելացնում դրսում։ Հենց այդ դրսի խնդիրն է, որ իրենք իբր պլոմբեցին ու պլոմբը ընկել է ու այդ խնդիրը ինձ անընդմեջ խնդիր է ստեղծում մի խոսքով։ Դրա համար այստեղ ուղղությունը ինչ էլ որ դուք ընտրեք, միգուցե ես չկամ այստեղ որպես ցուլ կարող եք որոշել գնալ օրինակ առողջ ապրելակերպով զբաղվել կամ սպորտով զբաղվել կամ վերջ գնում արյուն հանձնեմ, գնում շաքարը ստուգեմ, ինչ որ մի բան է, որ ուղղություն եք ընտրում, որ գնում եմ օրինակ այս բժշկի մոտ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, շաբաթ եմ մաղթում։ Գնանք եղբորյակներին։ Ինչ է սպասվում եղբորյակներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Հիանալի անակնկալներ, նվերներ, լավ պահեր, ուրախ տրամադրություն, լավ ծնունդ ունենաք այս շաբաթ եւ դա ձեր տրամադրությունը բարձրացնի, այնտեղ գտնվեք, ինչ որ մի բան է, որը լճանա ձեզ մոտ, լճանալը այն առումով չէ, որ վատ է, այստեղ ավելանում է ավելի շատ, ոչ թե լճանում է։ Այսինքն լայնանում է, ինչ որ մի բանը մասշտաբի է վերածվում, ինչ որ մի բան է այստեղ, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի։ Ոմանք էլ ավելի շատ կգնան այս շաբաթ սիրային ժամադրության, եթե առիթ ունեք, նա ձեզ կուրախացնի, նայեք, տրամադրությունն էլ անգամ ընկավ։ Տեսնենք անձնական հարաբերությունները, ինչ է ասում ձեզ։ Ֆինանսական վիճակն է մի փոքր կաղում այստեղ ձեզ մոտ։ Գումարային հարցեր են ընտանիքում, գումարի մասին կարող եք քննարկել, խոսել, վերլուծել,
Կարող եք որոշել ինչ-որ մի բան այդպես մեծ իր գնել կամ վաճառել, այդպես շատ գումար կգա, նաև սա ժառանգություն է, որը կարող է գալ ձեր ընտանիքին, կիսում եք, հիմա այդ հարցերի մեջ եք, որ այդպես ժառանգություն եք կիսում։ Եթե դուք չեք աշխատում, ապա ընտանիքից ոչ մեկը կաշխատի եւ գումար կբերի տուն, կամ ինքը կարող է գումար ստանալ այս ընթացքում, այս շաբաթվա ընթացքում։ Մի քիչ աշխատանքը այստեղ կամ խճճվել եք կամ շատ է աշխատանքը, չգիտեք որն անեք, չեք կարողանում ինչ-որ դրությունից դուրս գալ աշխատանքի հետ կապված, կամ բիզնեսն է կարող է ինչ-որ մի բան է, որ իրոք խճճվել է եւ չեք կարողանում կենտրոնանաք եւ դուրս գաք, կկարողանաք դուրս գալ։ Նայեք այստեղ դեռ պետք է ճիշտ լուծումը գտնեք, որպեսզի կարողանաք դուրս գալ։ Ճիշտ, ոչ թե գտնեք, որ վայ գնամ սա բարձրունքներ վեր կենամ, իջնեմ, սա անեմ, այդպես չեք հասնի։ Պետք է ավելի ճիշտ ուղին ընտրեք, ավելի հեշտ ուղին ընտրեք եւ կկարողանաք այդ հարցերին լուծում տալ, այդ խնդրին, որը կա։ Գումարի հետ կապված կամ դուք եք գումար ուղարկելու կամ գումար կստանաք այս շաբաթվա ընթացքում, տեղեկատվություն կստանաք, կարող է ինչ-որ փաստաթուղթ եք ստանում, որի մեջ գումար է նշված կամ որ դուք պետք է վճարեք կամ իրանք են ձեզ վճարելու։ Նաև հյուրեր կարող եք ունենալ այս մեկ շաբաթը եւ իրանց վրա գումար ծախսեք կամ դուք եք գնում հյուր ինչ-որ մեկին եւ այնտեղ ուղակի, որ հյուր եք, մեկ շաբաթ պետք է մնաք, դուք գումարներ ծախսեք։ Եվ ճանապարհի վրա կարող եք գումար ծախսել։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք հորմոններին, կանացի, տղամարդկանց եւ ընդհանրապես, եթե տղամարդ է ընկնում, կին է ընկնում, այստեղ վարակների հնարավորությունը մեծանում է, այսինքն կարող եք դուք սեռական ճանապարհով վարակներ ունենալ։ Հենց այնպես սա չի ընկնում։ Յուրաքանչյուր այդ հորմոններին պետք է ուշադրություն դարձնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 16-ից 22-ը։ Ընդհանուր ֆոնը կին է, ինչ-որ կնոջ հետ եք առնչվելու շատ, աղջիկ է նաև, կարող ընկերուհին է դա ձեր, մենեջերը, տնօրենը, այդպես ինչ-որ մեկն է, ում հետ ավելի կարող պատվիրում է ձեզ, պատվեր է անում եւ իր հետ անընդհատ շաբաթ քննարկումների մեջ եք լինելու։ Կամ մի աղջիկ է, ով գալիս է ձեր մոտ աշխատելու, կամ գալիս է դուք պետք է սովորեցնեք իրեն։ Տեսնենք անձնական կյանքը, սա նաև տղաների համար անձնական հարաբերությունների անձնական, ինչ-որ ծանոթություն է։ Անձնական հարաբերություններում հիանալի է այստեղ, ընտանիքում կամ ընտանիքի ներսում կամ ձեզ համար, եթե միայն եկեք, ինչ-որ հաջողակ մի բան է տեղ ունենալու, միգուցե ծանոթություն է, միգուցե հարաբերություններն եք լրջացնում, եթե շփվում եք, եթե խնդիր կար հարաբերություններում, այստեղ կհաշտվեք, եւ եթե ինչ-որ մեկին աչքի եք դրել իր վրա, որ ուզում եք օրինակ գիշեր անցկացնել, ապա դա եւս ձեր հաջողություն կլինի, կկարողանաք ոնց որ գրավել, որտեղ սա մեկ անգամյա հաջողություն է։ Այդպես, եթե վերագրենք, դրա համար մեկ անգամյա։ Դա համար եմ դա ասում, որ եթե ինչ-որ մեկին եք հավանել։ Աշխատանքի հետ կապված ուրախ եք, կարող եք ընդունվել աշխատանքի, առաջ խաղացում լինի, բիզնեսում լավ եկամուտներ ունենաք, չնայած այստեղ գումարային առումով խնդիրներ կան, բայց ամենայն դեպս աշխատանքը ձեզ կուրախացնի, միգուցե շատ է աշխատանքը, որից էլ եւս գումարներ ավելի շատ կլինի։ Դե շատ է պատվերները կա, այս պահին, այս շաբաթ գումարը չեք ստանում, բայց գիտեք, որ գումարը կգա, այսինքն աշխատանք կա, պատվեր կա։ Իսկ գումարի հետ կապված նաև կարող եք բիզնես բացել, իդեպ խավարման միջանցքում յուրաքանչյուր բիզնեսը դա բավականին երկար է տևելու, բայց պետք է հասկանաք, որ հստակ զբաղվելու եք այդ բիզնեսով, եթե չեք զբաղվելու, այդ բիզնեսը ձեզ տառապանք է ուղղակի բերելու։ Եվ գումարային առումով այստեղ խոչընդոտներ կան, խնդիրներ կան, միգուցե այդ աղջկա հետ է կապված խնդիրը, միգուցե գումար ստանալու հետ է կապված, գումար փոխանցելու հետ է կապված, այս պահին գումար չկա, այս պահին աշխատում եք, բայց հետո եք ստանալու գումար, միգուցե
պատվեր են արել, օրինակ շատ է պատվերը եւ այդ չէ, որ այդ պատվերները պետք է ամբողջ գումարը չեն տալիս, չէ, բնական է, եթե դուք աշխատում եք պատվերով, ոնց որ կանխավճար եք վերցնում, իսկ այն մյուս գումարը պետք է արդեն, իսկ այդ գումարը չկա։ Կամ ուզում եք գումար ստանաք, գումարը դեռ չեն տալիս ձեզ, այդպես։ Եվ առողջության հետ կապված, այստեղ լավ ուսումնասիրեք, եթե ինչ-որ մի մանր-մունր բաներ են, որ մտածում եք, էլի դե հիմա կանցնի, դե հիմա գլխացավեր, դե չգիտեմ ինչ էր, մի հատ այստեղ ուռավ, մի հատ այստեղ կապտեց։ Անպայման ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, թեկուզ այդ մանր-մունր պահերը։ Եվ պետք է գնակարուն հանձնեք, մի հատ գրեն, յուրաքանչյուրը տեսնեն, որ ինչքան է, որ ինչպես է ձեզ մոտ, նոր հետո հանգստանաք։ Դե սա ասում է, որ այն մանրուքներին ուշադրություն դարձրեք, եթե անկապ ձեզ թվում է, թե անկապ ցավ է, անկապ ինչ-որ մի բան է, բայց սա ասում է ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար եւ իհարկե դեղորայքը նույնպես, որովհետև կարող են նաև գրեն մեկ այլ միլիգրամ, մեկ այլ ինչ-որ բան, որը ձեզ վնասի, դրա համար դա եւս, ուշադիր եղեք, եթե ինչ-որ մի բան խոսում է, ինչ-որ մի բան գրում է տալիս է ձեզ, ուշադիր եղեք, իր խոսացածն է գրել, թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք առուսների։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Ընդհանուր ֆոնը։ Աշխատանք, շատ աշխատանք, կամ աշխատանքի մասին եք մտածում, աշխատանքի հետ եք կապված, պետական հիմնարկության հետ եք կապված, որը պետք է գնաք, անեք, զբաղվեք։ Նաև առաջ խաղացում է սա։ Նաև հիվանդանոց կարող է լինել, որտեղ կարող եք այցելել, կամ ուսման կենտրոն, որտեղ կարող ուզում եք սովորել, թեկուզ ինչ-որ կուրսերի անցնել, զբաղվում եք դրանով։ Նաև կարիերայի բարձրացումը։ Ռեստորան կարող եք շատ այցելել, անդադ գնալ, օրինակ շաբաթվա մեջ կարող է 2 անգամ գնաք, մեկի ծնունդն է, մեկի հարսանիքն է, այդպես։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքում ընտրության առջև եք կանգնած, հնարավոր է 2 երիտասարդի, 2 աղջկա միջև, հնարավոր է բաժանվել, թե մնալ, թողել այդ մարդուն իմ կյանք, թե ոչ, այդպես ինչ-որ հարցեր կարող են ծագել ձեզ մոտ։ Կամ ընտանիքով եք նստած, ինչ-որ մի բան եք քննարկում։ Այստեղ այո կամ ոչի հարց է, այդպես։ Անենք, թե չանենք, վաճառենք տունը, թե ոչ, ամուսնանանք հիմա, թե ոչ, այդպես ինչ-որ բաներ են, որ կարող եք այդպես ամեն մեկը ձերն ասել, քննարկեք եւ հարաբերություններում եւ տանը եւ եթե միայնակ եք այս դեպքում արդեն կարող է 2 երկրպագու է եւ ընտրություն եք կատարում, որ մեկին շանս տալ։ Աշխատանքի հետ կապված այստեղ կուրախանաք, ինչ-որ մի բան տեղի կունենա, միգուցե կանչում են աշխատանքի, միգուցե աշխատանքը ավելի շատ է լինում, որովհետև այստեղ եւս աշխատանքն է ցույց տալիս, առաջ խաղացում է նաեւ։ Չէ, աշխատանքի վայրում ինչ-որ տոն եք նշում, այդ կազմակերպության տարեդարձն եք նշում եւ ուրախանում եք, ձեզ նվերներ են տալիս ձեր լավ աշխատանքի համար։ Այնտեղ կարող անակնկալ լինի, աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, նաեւ ծաղկում է նշանակում, առաջ է գնում, մեծանում է ինչ-որ մի բան ձեր աշխատանքը, ձեր կարիերան, ձեր շրջանակը, եթե սեփական գործ ունեք, օրինակ ինտերնետով եք աշխատում, ոնց որ մարդիկ կշատանան, այդպես ավելի շատ կտեսնեն ձեր աշխատանքը։ Եվ գումարի հետ կապված էմոցիոնալ եք կամ իրոք բոնուս եք այստեղ ստանալու, որը ձեզ կուրախացնի, միգուցե ինչ-որ մի բան է փոխվում, այսինքն դա լինում է, ոնց որ նոր աշխատանք եք գտնում եւ այսպես թե այնպես, ոնց որ գումար եք արդեն ստանալու եւ դա ձեզ էմոցիաներ է տալիս։ Միգուցե նաեւ այստեղ չգիտեք աշխատավարձի չափը կոնկրետ։ Եվ դա է ինչ-որ մի բան ձեզ մոտ մութ է մնում այդ գումարային առումով, այսքան են տալու, թե այսքան, ինչ-որ մի բան այստեղ ձեզ մոտ մութ է մնում։ Բայց ամենայն դեպս էմոցիաներ են, որոնք որ այս դեպքում արդեն այս քարտերի հետ ինքը լավ էմոցիաներ է համարվում։
Կարող է ոնց որ շատ գումար է գալիս ձեր ձեռքը կամ վարկ են տրամադրում ձեզ կամ ինչ-որ մի բան, այդ գումարը վերցնելուց բնական է, չէ, էմոցիաներ եք ունենում։ Եվ առողջությանը անպայման հետևեք մանրուքներին, եթե ինչ-որ խնդիրներ կան, ապա անպայման աչքաթող մի արեք, գնացեք, նույնն էլ դեղատոմսին ուշադիր եղեք, կարող այնտեղ մանր բաներ է գրած, որ ձեզ չի կարելի անպայման ստուգեք, կարելի է թե ոչ, նոր հետո օգտագործեք կամ բժշկի մոտ այցելելուց եւս էլ ուշադրություն դարձրեք ինչ է գրում ինքը։ Այստեղ հենց ասում եմ մանրուքները առողջության մեջ, մանրուքները նաև այդպես յուրաքանչյուր դեղատոմսում գրածի մեջ։ Այսքանը ձեզ համար հիանալի շաբաթ էր ձեզ համար, գուցե շատ աշխատանք ունենաք, որը որ ձեզ շատ ուրախացնի։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Ընդհանուր ֆոնը դա միգուցե խաբեությունն է, միգուցե նաև դիմացինի խորամանկությունը ձեր նկատմամբ։ Կամ նաև դուք պետք է լինեք խորամանկ այս շաբաթ ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մի բանի հասնելու համար։ Տեսնենք։ Ինչ-որ ոլորտ կարող է ցույց տալ։ Անձնական կյանքը։ Ֆինանսներում մի քիչ։ Ֆինանսներում պետք է ուշադիր լինել խաբեբաներից։ Այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում հնարավոր է մի փոքր սառնություն մեկը մյուսի նկատմամբ։ Խավարումները ընդհանրապես լինելու են հետո արդեն ձեր նշանում, այնպես որ ձեզ մոտ շատ մեծ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու։ Նաև դա կապված կլինի, չնայած վերջինն է կարծես թե ձերը, այլևս չկա, վերջինն է լինելու։ Այստեղ մի փոքր կարող եք մեկը մյուսի հետ սառը լինել, գործնական լինել, կամ դուք կամ ձեր երկրորդ կեսը ավելի շատ տրամադրված կլինի աշխատանքով զբաղվել, քան անձնական հարաբերություններ, քան այդպես սիլի-բիլի պահեր։ Եթե ընտանիքից ոչինչ մեկը չէր աշխատում, ապա կընդունվի աշխատանքի, կամ կկանչեն, կամ աշխատանքը կարող է շատ լինել։ Նաև կարող է առիթ է տանը եւ գնում եք ռեստորանում նշելու։ Կամ իրար հետ ժամանակ կանցկացնեք գնալով որևէ ֆիլմ նայել, հա, եւ թատրոն, եւ նմանատիպ ինչ-որ պահեր։ Եվ աշխատանքի հետ կապված ձեր կարիերան, ձեր աշխատանքը, ձեր բիզնեսը նավոր է դանդաղ է բարձրանում, դանդաղ է գնում առաջ, բայց հաստատուն է դա։ Հստակ ոնց որ միգուցե եթե պետք է մի փոքր էլ խորամանկ լինեք, որ ինչ-որ հարցում ավելի ամրապնդեք ձեր աշխատանքը, ձեր բիզնեսը, որ հաստատուն լինի, հա, այդ աշխատանքի վայրում ձեր տեղը արդեն։ Հենց եթե անհանգստանում եք, որ դանդաղ է աճում ինչ-որ մի բան, դանդաղ է բարձրանում, ապա դա նորմալ է, ծառով ասում է, որ դեռ ամենայն դեպս այս շաբաթ այդքան էլ մի սպասեք, հա, ինչ-որ գլոբալ մեծ առաջընթացի։ Այդ գումարի հետ կապված այստեղ խաղ է, հնարավոր է գումար են վերցնում ձեզ հենց պարտքով, գումարի հետ կապված խնդիրներ կան, խաբել են ձեզ կամ փորձում են խաբել։ Այդպես շատ ուշադիր եղեք, որովհետև այստեղ գումարի հետ կապված անընդհատ կարող է խորամանկ քայլեր են անում կամ եթե այդ շաբաթ ուզեն, ուրեմն հա ոնց է շաբաթվա սկիզբ դու շաբաթվա վերջ կվերադարձնեմ, իմացեք, որ չկա նման բան։ Եվ պետք չի խաղալ գումարի հետ։ Այստեղ նաև մի գնացեք, մի խաղացեք, որովհետև կարող է խորամանկ անձնավորությունը ձեզ տանի, որ խաղաք, գնաք, որ խաղաք այնտեղ։ Գումարները տակ քամուն։ Եվ գումարի հետ կապված մեկ ակնթարթ ինչ-որ մի բան կլինի, կամ ինչ-որ կարող է ծախս եք անում մեծ, կամ ինչ-որ գալիս է, հա, ինչ-որ պահեր են։ Իսկ առողջության հետ կապված վերաբերվում է վիրահատությանը, ոմանք վիրահատություն կանեն, որ այդքան էլ չի թույլատրվում, ոչ թե այդքան էլ բացարձակապես չի թույլատրվում։
Նաև դա ուշադրի եղեք ուղղակի սուր գործիքներով աշխատելուց, մեքենա վարելուց, ինչը որ սուր բաների հետ է կապված, շատ ուշադրի եղեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Վարկանի ոգևորված կլինեք, շատ գործեր կանեք, շատ այս ու այն կողմ կգնաք, միգուցե շատ աշխատանքից է, միգուցե աշխատանքն է այդպես պահանջում, որ այս ու այն կողմ գնաք, հյուրեր շատ կընդունեք այս շաբաթ, դուք կգնաք հյուր։ Նաև ոչ նորություններ կլսեք, հեռվից էլ կարող մարդիկ կան ձեր տուն։ Տեսնենք անձնական կյանքը, այն դեպս լավ մարդը որ ոգևորված է լինում, շատ գործեր է անում։ Այստեղ ուրեմն ընտանիք կարող է կազմել ոմանք, ցանկանան ընտանիք կազմեն, վերամիավորվի ընտանիքը, եթե իրարից առանձին եք ապրում։ Եթե միայնակ եք կմտածեք ընտանիք կազմելու մասին, ավելի շատ է ոնց որ այս շաբաթ այդ միտքը ձեր մոտ կառաջանա, որ ուզում եք ինչ-որ մեկ ունենաք ձեր կողքը, ի վերջո դուք էլ ընտանիք ունենաք։ Կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, կարող փոխվել, արտաքինը փոխվի։ Եթե մտածում եք հարաբերությունները դանդաղ են ընթանում, ապա սա ավելի է ամրացնում հարաբերությունները, ավելի ոնց որ խոր արմատներ է գցում, թեթև հարաբերություններ չեն այնպես, որ ոչինչ, որ դանդաղ են գնում ամեն ինչ իր ժամանակին։ Աշխատանքի հետ կապված այստեղ խաղի եք վերածել աշխատանքը, լուրջ չեք վերաբերվում ձեր աշխատանքին, ձեր գործունեությանը, նաև կարող ավելի շատ ինչ-որ ճանապարհներին, ավելի շատ ուրիշ բաներ անեք, քան բուն աշխատանքը։ Այստեղ լուրջ չի մարդը, կամ չի ուզում այս շաբաթ մի տեսակ ոնց որ աշխատի, ավելի ուրիշ բաներ է ուզում անի։ Նաև դա ինչ-որ մի բան տեղի կունենա աշխատանքի հետ կապված։ Մեկ ակնթարթ, այստեղ եւ դուրս գալ կարող լինել եւ եթե աշխատանքի եք փնտրում, աշխատանք գտնեք։ Գումարի հետ կապված, ոչ թե տղայի հետ է կապված, ինչ-որ գումար եք տալու իրենց եք գումար վերցնելու, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ինչ-որ մեկն է, այստեղ ում հետ որ գումարային հարցեր կան այդ տղայի հետ կապված, միգուցե ինչ-որ գործ է անում եւ վճարում եք իրեն այդ գործի դիմաց։ Առողջության հետ կապված այստեղ ուշադրություն դարձրեք սուր գործիքներին, որպեսզի չվնասեք ձեզ։ Նաև դա կարող է լինել վիրահատություն, սուր գործիքներով ինչ-որ պրոցեդուրաներ կատարել ձեզ վրա։ Նաև եթե մեքենա եք վարում, մի խոսքով ամեն ինչը այստեղ սուր պահերի հետ կապված շատ ուշադիր եղեք։ Եվ վիրահատությունները դա չի թույլատրվում ինքը, եւ խավարում է այստեղ, եւ դրանից հետո արդեն լուսինը աճում է, պետք չի ոչ մի վիրահատություն անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Հաջողություն։ Հաջողակ ժամանակ է, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ, օգտվեք այդ հնարավորությունից։ Ոմանք կարող է ինչ-որ դուռ են փակում, այն դուռը, որ ձեզ համար արդեն էական նշանակություն չունի, արդեն ուզում եք ազատվել դրանից։ Եվ ոմանց համար էլ սա նոր հնարավորություն է ստեղծում այս շաբաթը, նոր բաներ է լինելու ձեզ հետ, նոր բաների հնարավորություն է։ Հաջողություն կարող է լինել յուրաքանչյուր ոլորտում։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական հարաբերություններում կարող եք ծանոթանալ որևիցե այդպես թիկնեղ անձնավորության հետ կամ այնպիսի մեկի հետ, ում վրա հույս կարող եք դնել։
Նաև ուժ է, որ պայքարեք ընտանեկան այդ հարաբերություններին կամ ընդհանուր ձեր հարաբերություններին։ Դե նոր հարաբերություններ եթե լինեն, ապա այդ հարաբերությունները ավելի ամուր են, ավելի պինդ, այդպես լուրջ են, հա, ոչ թե թեթև ինչ-որ հարաբերություններ են։ Նաև աշխատանքի հետ կապված աշխատանքը ավելի է կայունանում, դուք եք ամրապնդվում այդ աշխատանքի վայրում, ոնց որ տեղը պնդացնում եք, հա, բիզնեսը կայուն կլինի, դե հաջողություններ ունեք, այստեղ ինչ որ զբաղվում եք ավելի նորմալ, եթե խնդիրներ կային, ապա կկայունանա, եթե հարաբերություններ են տեղ աշխատողների հետ էին ոտ, եւս կկայունանա։ Եվ գումարի հետ կապված ոմանք գումար կստանան, ոմանք նաև գումար կփոխանցեն, ինչ որ միտեղ գումար կգնա ձեզանից։ Նաև գումար կարող եք ծախսել տրանսպորտի միջոց գնելու համար, բենզինի համար, որ ճանապարհներ եք գնում, այդպես։ Կամ կարող է մեքենա ունեք եւ վաճառում եք, այդպես գումար է գալիս։ Եվ առողջության հետ կապված այստեղ ուշադրություն դարձրեք հորմոններին եւ կանացի եւ տղամարդկանց վարակներին նույնպես, գեղձերին, այն ինչ որ կապված է հորմոնների հետ։ Ունեն դեպս հիանալի շաբաթ է այստեղ ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Ընդհանուր ֆոնը ոչ է տղամարդ է, տարեց մարդ է, միգուցե ձեր հայրն է, միգուցե ձեր պապին է, ինչ որ մեկն պետք է խնամել, տնօրենը կարող է լինել, պետական աշխատող կարող է լինել, ում հետ պետք է հանդիպեք, խոսեք, ինչ որ բաներ քննարկեք, կարող է իրավաբան է, կամ նոր անձնավորություն է ինչ որ մեկի համար, կամ հասուն տղամարդ է գալիս ձեր կյանք, կամ ուղղակի այդպես երիտասարդ է, բայց արդեն մեծ ավարի է մտածում։ Տեսնենք անձնական կյանքը։ Վայ։ Անձնական կյանքում այստեղ պետք է շատ ուշադիր լինել, կամ դուք եք խորամանկ լինելու մտնելու եք ինչ-որ մեկի կյանք, կամ դիմացինն է խորամանկ լինելու փորձելու է մտնի ձեր կյանք։ Խաբեություն է նաև սա։ Գուցե երեխաներն են ինչ-որ մի բան, այնպես չեն ասում։ Խորամանկություն են անում, եթե երեխաներ ունեք, թոռները, նաև հարաբերությունները, ինչու՞ չէ։ Ընտանիքի անդամներից ոչ մեկը կարող է լինել ձեր հանդեպ խորամանկություն անում, որ ավելի շատ գումար տակ օրինակ իրեն, կամ իր համար ամեն ինչ անեք։ Նաև ուշադիր եղեք նոր ծանոթությունների նկատմամբ այստեղ հավանականությունը շատ մեծ է, որ կամ խաբեության զոհ դառնաք, այսինքն լուրջ չվերաբերվեն ձեզ ձեր հարաբերություններին, կամ կարող է ուղղակի խորամանկորեն մտնի ձեր կյանք, դե տարբերությունը այդտեղ կնկատեք։ Եվ աշխատանքի հետ կապված այնտեղ կան 3 երեսանի մարդիկ, քիչ կիսվեք իրենց հետ, քիչ բացվեք, որովհետև դա դեմ ձեզ է, հա, ինչ որ խոսում եք։ Նաև կարող են ձեզ ինչ-որ բաներ առաջարկել, կարող են ասել ուղարկի ապրանքը հետո գումարը կտամ եւ այլն նման ինչ-որ հարցեր, այդքան էլ մի վստահեք, որովհետեւ այստեղ վստահելու բան էլ չկա, վտանգավոր է շատ։ Եվ եթե ձեզ առաջարկեն նաև աշխատանք, իմացեք, որ ինչ-որ չափով նաև դա իրենց էլ է ձեռնատու։ Այնպես որ երկար մտածեք իրենց առաջարկածի հետ կապված, միգուցե տղամարդն է նաև։ Գումարի հետ կապված օտար երկրից կարող եք գումար ստանալ, դուք օտար երկիր գումար ուղարկեք, ձեր ցանկությունները կատարվեն գումարի հետ կապված, օրինակ վարկ եք ձևակերպել, վարկ են տալիս, կամ ինչ որ մի բան է այստեղ, որ գալիս է, կամ բոնուս է, կամ ձեր ուզած քանակությամբ գումարն եք ստանում, կամ ճիշտ ժամանակին եք ստանում, հա, դիմել եք տնօրենին եւ հիմա տալիս է ձեզ այդ գումարը։ Գումար կարող եք նաև ծախսել, օրինակ օտար երկիր մեկնելու համար, օտար երկրից հյուրերին դիմավորելու իրենց վրա գումար ծախսելու համար։
Իսկ առողջության համար այստեղ պետք է ուշադրություն դարձնեք կանացի տղամարդկանց հորմոններին, նաև վարակներին նույնպես, նաև յուրաքանչյուր գեղձա, որը հորմոն է արտադրում, այնտեղ վանաձև գեղձը կլինի եւ այլն յուրաքանչյուր։ Այստեղ աշխատանքում եւ անձնական հարաբերությունում պետք է շատ ուշադրություն դարձնեք, խաբեություններ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Ընդհանուր ֆոնը սա ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, տանում է, այս խավարումը, Սատուրնը ինչ-որ մի բան է ձեզանից տանում, նոր բան է բերում, մտցնում ձեր կյանք։ Ինչ էլ որ տանի, թող գնա, դա հին է ուրեմն, իր դարն ապրել է, այլևս ձեզ հարկավոր չէ։ Թեկուզ նաև այստեղ հարաբերությունները կարող են լինել, հարաբերությունները նույնպես, մարդը կարող է դիմացին, դուք սիրում եք, բայց դիմացինը արդեն չի սիրում ձեզ եւ կարճել այդ հարաբերություններից ուղղակի անիմաստ է։ Պետք է գնա նորին տեղ բացելու համար։ Կամ ուրեմն այնպես պետք է անեք, որ բաց չթողնեք։ Եթե դիմացինը սեր է զգում, զգում եք իր սերը ձեր նկատմամբ, դա ուրիշ հարց է։ Բայց եթե արդեն կոպտությունն է եւ այլն, ապա եւ ոչ միայն հարաբերությունները այստեղ կարող է լինել, յուրաքանչյուր ոլորտ կարող է լինել, ինչ որ մի բան է գնում նորին տեղ բացելու համար։ Տեսնենք անձնական կյանքը, աշխատանքը, անձնական հարաբերությունն ունեք, ցույց տվեց, որ ոլորտն է գնում, նույն քարտն է։ Անձնական հարաբերություններն են այստեղ ինչ որ մեկին կարող եք բաց թողնել, կամ հարաբերությունների ինչ-որ որակ, ինչ-որ մի պահ, ինչ-որ իրավիճակ կարող է գնալ եւ նորին տեղ բացի, այսինքն փորձեք արդեն ուրիշ ձև սկսել իրար հետ խոսել, իրար վերաբերվել, շատ եք իրար կոպտում, կարող է նման հարցերն է ձեզանից գնում։ Եթե ոչ սա, ապա հնարավոր է յուրաքանչյուր տեսակի հարաբերություններ լինեն սրանք, որը որ գնում են նորին տեղ բացելու համար։ Դա միշտ մարդը պետք է այնպես ապրի, որ այս ժամանակահատվածում, հատկապես Սատուրնի եւ խավարման շրջանում, ոչ մի իրեն անձնական, ոչ մի հարաբերություններին չկպնի։ Աշխատանքի հետ կապված այստեղ ոչ աղջիկ է, իր պատվերը կարող եք անել, գուցե դիմում եք դուք ինքներդ իրեն, ինչ որ պատվերի համար, նաև դա աղջիկ է, որ պետք է սովորեցնեք, գալիս է ձեր աշխատանքի վայր, ձեր տնօրենին է ցույց տալիս, մենեջերին, ում հետ ավելի շատ այս շաբաթը կլինեք, ավելի շատ կաշխատեք։ Եվ գումարի հետ կապված էմոցիոնալ եք բավականին շատ, միգուցե գումար է գալիս, միգուցե այդպես էմոցիոնալ ձևով գումար եք ծախսում, աչու ծախ, ինչ որ մի բան եք ուզում գնել եւ ծախսեր եք անում անընդհատ։ Նաեւ գումարի հետ կապված ինչ որ մի բան մութ է ձեզ մոտ մնում, ինչ որ մի բան անհասկանալի է ձեզ համար, թե ինչու օրինակ այսքան եկավ, ինչու այսքան օրինակ ջուրը գրեց, ինչ որ պահեր եմ ոնց որ ասենք մութ է մնում։ Նաև գումար կարող եք ծախսել ձեր մայրիկի համար կամ մայրիկը ձեզ գումար տա։ Եվ առողջության հետ կապված կարծես ինչ որ մի ուղղություն եք ընտրել, որ այսպես կանեմ, սա կանեմ, նա կանեմ, ապա կարող եք սկսել, բացի վիրահատությունից, որովհետև այս շրջանում վիրահատություն չի կարելի։ Եվ հետո էլ ընդհանրապես հետադարձ է Մերկուրին, բացարձակելի չի կարելի, հատկապես կախված է թե դուք որ տանն է ձեզ մոտ գտնվում այդ հետադարձ վիճակը։ Ամենայն դեպս ինչ որ մի բան եք որոշել, միգուցե ձեր վրա փոխելու, միգուցե ինչ որ մի բանը մեծացնելու, փոքրացնելու, ինչ որ մի բան է, որը այդ ուղղությամբ կգնաք այս շաբաթ կամ կընտրեք, այս շաբաթ կորոշեք դեռ, որ սա եմ ուզում անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։
շատ շփումներ կունենանք տարբեր մարդկանց հետ անընդհատ, այդպես ինչ որ քննարկումների մեջ կարող եք լինել, շփումների մեջ կարող եք լինել, նաև դա պատտվեց, միկրոֆոն, ինձ թվաց կամերան պատտվեց, նաև դա կարող է լինել բամբասանք, լսեք, այս շաբաթ որ ձեր մասին են բամբասում, ձեզանից են խոսում, այդպես ինչ որ բաներ են քննարկում, ձեր ականջներին գահասնի Սա նաև լեզվակռիվ է, կարող եք չդիմանալ ինչ-որ մեկի հետ և լավ վիճակ։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում կայուն վիճակ է, նորմալ վիճակ է, հարաբերությունները ամրանում են, ովքեր որ հարաբերությունների մեջ են կամ ինչ-որ մարդկանց հետ կարող ծանոթանալով, որ գալիս է ձեր կյանք ամուր հարաբերություններ ստեղծելու համար, կամ այստեղ կարող է շատ եք շփվում այս շաբաթ եւ դա է ձեր հարաբերությունները ավելի ամրապնդում։ Եթե խնդիր կար հարաբերություններում, ապա սա ասում է, որ կանցնի, ամեն ինչ կնորմալանա, կխաղաղվի։ Աշխատանքի հետ կապված լուրջ չեք վերաբերվում այս շաբաթ աշխատանքին կամ չեք ուզում աշխատել, հավես չունեք աշխատելու։ Դες կտրամադրեք ուրիշ բաներին, կարող ավելի շատ խոսում եք այստեղ, քան աշխատում։ Նաև ինչ որ մի ակնթարթային մի բան տեղի կունենա աշխատանքի, բիզնեսի հետ կապված։ Ինչ որ մի բան է, որը դե այս քարտով ընդհանրապես անհայտ է։ Եվ գումարի հետ կապված այստեղ վեճ է կարծես թե կամ լեզվակռիվը կապված է գումարի հետ։ Ինչ որ մեկի հետ կարող եք վիճել։ Նաև դա նշանակում է մաքրում, այսինքն ավելորդ ծախսերը կարող եք մաքրել հանել, որ այլևս ոնց որ այդ ծախսերը ձեզ անկանոն ծախսեր են, որ պետք չեն ձեզ, անիմաստ գնում են ձեզանից, դրանք կարող եք նաև մաքրել։ Եվ կարող է ուղղակի գումարը չեն տալիս, աշխատավարձն են ուշացնում եւ վիճում եք, թե ինչու չկա գումարը, կամ ինչ-որ մեկ նպարտ եւ դեռ չի պատրաստվում ձեզ տա եւ դրա մասին եք այդտեղ խոսում, վիճում։ Եվ առողջության հետ կապված սա ինչ-որ մի բան է, որ դեռ գաղտնի է, առողջության հետ կապված պետք է անպայման հետաքրքրվել, եթե ինչ-որ մի բան այնպես չէ, անպայման հետաքրքրվեք, բաց թողում մի արեք, որովհետեւ հետո արդեն կարող է ուշ դուրս գա այդպես ջրի երես։ Դա համար պետք է հետևել, եթե ինչ-որ մի չնչին մի խնդիր կա։ Անպայման գնացեք բժշկի։ Եվ կարող եք նաև այնտեղ ցուցակ վերցնել, դեղատոմս վերցնել, որ դեղեր գրեք։ Ոմանք կարող է գնան, սկսեն սովորել բժշկությունը, հետաքրքրի ձեզ, թեկուզ ձեզ համար, ձեր օրգանի համար, ձեր խնդիրները լուծելու համար։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 16-ից մինչև 22-ը։ Ընդհանուր ֆոնը սա շատ շփում, նամակագրական կապ է սա, բայց փաստաթուղթ է, որ կստանաք, կուղարկեք, փաստաթղթերը կդասավորեք, սեռոքս կանեք, փաստաթղթային հարցեր կլուծեք։ Կարող նաև սա նոր սիրային հարաբերություններ, որ սկսում եք նամակագրական կապ այդպես։ Տեսնենք անձնական կյանքը։ Դա անձնական կյանքը մի քիչ բորբոքված եք, իդեպ ձեզ համար այդքան էլ լավ ժամանակ չի։ Երբ որ արդեն ձեզանից դուրս է եկել Սատուրնը, ամեն ինչ հնարավոր է։ Որ ասում է դուրս գալուց միշտ ինքը իրեն նանում է, պետք է դրա համար ուշադիր լինել։ Եվ այստեղ բորբոքված եք, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս, ինչ-որ մի բանի, ինչ-որ մի հարցի համար կարող եք վիճել, ոնց որ փշերի վրա լինեք, հենց ինչ-որ մեկը մի բան ասի, վրազոպ ինչ-որ
բորբոքվեք ու սկսեք խոսալ, կամ ինչ-որ մարդիկ կարող են ջղայնացնել ձեզ, ինչ-որ բան ջղայնացնի ձեզ, կամ երկրպագուները ջղայնացնեն ձեզ, ինչ-որ մի բան է, որ մարդը սկսում է բորբոքվել։ Սա նաև անհանգստություն է անհանգստանում եք ընտանիքի անդամների հետ կապված, կամ հստակ մեկի հետ կապված անհանգստություն է սա։ Իսկ աշխատանքի համար սա հաջողություն է, կարող է հաջողակ պայմանագիր եք կնքում, բիզնես եք բացում հաջողությամբ, նաև աշխատանքի եք ընդունվում կամ երկարացնում են ձեր պայմանագիրը, բիզնեսում կարող եք հաջողության հասնել, վաճառք շատ ունենալ, պատվերներ շատ գրանցել եւ այլն, կախված է թե ինչ գործեր եք անում։ Նա նաև մեկ անգամյա հաջողություն է, մի հատ ինչ-որ մի բան կանեք, դա հաջողությամբ ձեզ մոտ կստացվի։ Գումարի հետ կապված ինչ-որ տղա է, ում կարող եք դուք գումար փոխանցել, նա ձեզ գումար փոխանցի, ինչ-որ գումարային հարցեր են, որ իրար հետ խոսում եք, ինչ-որ բաներ եք պայմանավորվում, գուցե ինչ-որ փաստաթուղթ է տալիս գումարային, որ դուք ստորագրեք, կամ դուք եք տալիս, որ ինքը ստորագրի, կարող ձեզ աջակցում է, սկսում է օգնել եւ հարկավոր է իր ստորագրությունը։ Կարող ձեր տնօրենն է գումար է տալիս եւ դիմացը օրինակ դուք ստորագրում եք այդպես։ Եվ առողջության հետ կապված ինչ-որ բան եք ուղի եք ընտրել, բավականին շատ մարդիկ էին այս ուղին ընտրել, ինչ-որ բան է կատարվում երևի, կամ գնաք անալիզ հանձնեք, կամ գնում եմ քիթոս օպերացիա անեմ, չէ գնում եմ սա անեմ, հա ինչ-որ պահեր են, որ կցանկանաք անել այս շաբաթ։ Այս շաբաթ դեռ կընտրեք, հա, որ ուզում եմ գնալ օրինակ սա անել ինձ վրա, սա փոխել, գնում եմ այս խալերս հեռացնեմ, գնում եմ մսերս հեռացնեմ, հա ինչ-որ բաներ են, որոնք որ այս շաբաթ կընտրեք։ Այսքանը ձեզ համար միայն այստեղ անհանգստացնողը ձեր անձնական հարաբերություններն են, որը պետք է ուշադիր լինել, Սատուրնը արդեն դուրս է եկել ձեր նշանից, մտել է Խոյ եւ դա ձեզ վրա բավականին շատ կարող է անդրադառնալ։ Որ ասում է պատասխան է տալիս, հա, արդյունքներն է տալիս ձեզ, իսկ արդյունքները կախված է ձեր հարաբերություններից, թե ինչպես եք մինչև հիմա այդ հարաբերությունները կառուցել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։